Ժողովուրդ ջան, մենք թևակողել ենք նոր որակի պետություն ստեղծելու գործընթաց եւ նոր որակի պետությունը ենթադրում է եւ նշանակում է եւ ունի մի քանի կարևոր բնորոշիչներ այդ բնորոշիչներից առաջնայինը այն է որ պատմության եւ իրականության միջև տեղի է ունեցել սահմանազատում եւ սահմանագծում ինչը նշանակում է որ պատմությունը մեզ համար ոչ թե ապագայի մեջ մտնելու խոչընդոտ է այլ ապագայում որ այսօր է անցյալի ողբերգությունները եւ ձախողումները չկրկնելու ուղեցույց այն քաղաքականությունները որը մենք իրականացնում ենք 2022 թվականից ի վեր մեր պատմությունը ընթերցելու, վերընթերցելու, վերլուծելու, կրկին վերլուծելու արդյունք է եւ այսօր պատիվ ունեմ ձեզ զեկուցել եւ տեղեկացնել որ Հայաստանի Հանրապետությունը հակամարտության փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի եւ 2026 թվականը 2026 թվականը առաջին տարին է երբ որ խաղաղության խաչմերուկը տեսական նախագծից վեր է ածնում գործնական իրագործման ընդամենը օրեր առաջ ստորագրվեց տրիպ նախագծի վերաբերյալ համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջև եւ այդտեղ դրանով հերթական անգամ ջախջախվեց կեղծ բացարձակապես կեղծ կերպով առաջ քաշված թեզը թե Հայաստանի Հանրապետության տարածքով գործելու է արտատարածքային միջանցք որ միջանցք ենք տալիս որ միջանցք են խոստացել ընդ որում դա ինտերնետում հեշտ է գտնել 2020 թվականի նոյեմբերին դեկտեմբերին ամենածանր շրջանում ես ուղերձով եմ հանդես եկել եւ ասել չի կարող լինել նման զարգացում չի կարող լինել որևէ զարգացում որ մենք Հայաստանի տարածքային ամբողջականության ինքնիշխանության իրավազորության շահերից եւ գծից դուրս որևէ քայլ անենք եւ ահա տրիպ նախագծի իրագործման հուշագիրը արձանագրվեց որ տրիպ նախագիծը իրականացվելու է Հայաստանի ինքնիշխանության տարածքային ամբողջականության իրավազորության սկզբունքների վրա եւ սա դեռ քիչ է ավելացավ եւս մի կարևոր ճշգրտում որ Հայաստանի Հանրապետությունը պահպանում է լիարժեք ինքնիշխանությունը տրիպ նախագծի իրագործման բոլոր գոտիների վերաբերյալ սա շատ պարզ եւ ցցունօրինակ է թե օտարերկրյա ուժերի կողմից կառավարվող շրջանակների բերած օրակարգերը ինչքան նյարդ ու էներգիա են տանում մեզնից ինչքան անվստահություն են սերմանում բայց ի վերջո շատ կարևոր է որ նրանք պայթում են փուչիկի նման բայց ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել բոլորին ժողովուրդ ջան որովհետև մենք անցել ենք շատ դժվար ճանապարհով մենք անցել ենք դժոխքի միջով մենք այսօր հասել ենք պատերազմի փակուղուց դառնում ենք խաղաղության խաչմերուկ սա արդեն իրողություն է եւ հիմա բացարձակապես էլի վերադարձել ենք ձեր մոտ բայց միչեւ վերադարձի պահ արձանագրելը ես ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել որ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել որ ամենադժվար եւ ամենաանորոշ իրավիճակներում դուք որպես քաղաքացի ոչ մի վարքյան չսասանվեցիք Հայաստանի պետության ինքնիշխանության անկախության դիրքերից այդ բոլոր ժամանակներից եւ բոլոր ժամանակներում
դուք հստակ առերեսվիկ են փաստի հետ, որ իշխանության եւ պաշտոնի խնդիր չէ, այլ Հայաստանի պետականության, ինքնիշխանության, անկախության խնդիր է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խնդիր է, եւ ես ուզում եմ իդեմս ձեզ խոնարհվել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների, Երևանի մեր մայրաքաղաքի բնակիչների առաջ, որոնք ամենամռայլ եւ կասկածի ժամանակաշրջանում ոչ մի վարքյան չսասանվեցին քաղաքացիության, պետականության, ինքնիշխանության եւ անկախության դիրքերից։ Իմ խոնարհումը բոլորի տակ։ Եվ այսօր եկել է պահը, եկել է ժամը, երբ որ մենք պիտի անցնենք եւ թիկունքում թողենք նոր որակի պետությունից մեզ բաժանող նեղուցը։ Մենք այդ ճանապարհի այդ նեղուցի մեծ մասը անցել ենք։ Առջևում մեզ սպասվում է նոր որակի պետություն, որը խաղաղության խաչմերուկ է արևելքի եւ արևմուտքի, հյուսիսի եւ հարավի միջև։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վերջին գրառման վրա, որտեղ նա հստակ արձանագրեց Միացյալ Նահանգների պատկերացումը TRIP նախագծի վերաբերյալ։ Նա առաջին անգամ այդպիսի բարձր մակարդակում ընդգծվեց, որ TRIP նախագիծը էներգակիրների հոսքի տարանցման նախագիծ է արևելքի եւ արևմուտքի միջև։ Շատ է խոսվել, Ժորժ ջան, Հայաստանի անվտանգության երաշխիքների մասին։ Այս նախագիծը մի այդպիսի շատ հուսալի երաշխիք է, որովհետև Հայաստանով արևելքից արևմուտք հոսելու են էներգակիրներ, էլեկտրական էներգիա, բեռներ, եւ ուզում եմ ընդգծել, որ TRIP նախագիծը, որը հարավով է երկաթուղի ունենալու Մեղրիի տարածքով, իդեպ Մեղրիի մասին, ես էլի ասում եմ 90-ական ավակ սերնդի ներկայացուցիչները բոլորը կհիշեն, ովքեր մամուլին հետևել են։ Հիշում եք 90-ականների սկզբից 91, 92 մամուլը ամեն ամիս արխիվում կարա գնաք նայեք, ամեն ամիս հրապարակում կար այսպես կոչված Գոբլի պլանի մասին։ Գոբլի պլանը այն է, որ Սյունիքը պետք է օտարվի Հայաստանից այդ տարանցումը ապահովելու համար, ու դրա հիմնական պատճառը գիտեք որն է, որ Հայաստանը չէր ընկալվում որպես անկախ պետություն։ Այսինքն ընկալվում էր, որ այդտեղ լուծելու հարց չկա, Հայաստանը պատնեշ է, խոչընդոտ է արևելք արևմուտք հաղորդակցության համար եւ հետեւաբար Հայաստանը պետք է անդամահատել։ Այս համատեքստումը, որ ծագել է 1999 թվականի Մեղրիի փոխանակման կամ հանձնման Մեղրի Ղարաբաղ փոխանակման պլանը, դուք բոլորը դա շատ պետք է հստակ տեսնեք, հիմա բոլոր փաստաթղթերը հրապարակված են եւ մենք պետք է հստակ ասենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը եղել է Մեղրին եւ կամ Մեղրին հանձնելու համատեքստում։ Առաջին 1999 թվականին Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը իրենք կյանքով խափանել են այդ ծրագիրը, բայց ես ուրախ եմ եւ հպարտ եմ արձանագրելու, որ դուք քիչ առաջ իմ ասած գործողություններով ոչ թե խափանել եք ծրագիրը, այլ ընդհանրապես բացառել եք նման հարց, այլևս երբևէ հասկանում եք։ Եվ այսօր Մեղրին եւ Սյունիքի մարզը հուսահատության փակուղի չեն։ Անշարժ գույքի շուկան արդեն արձանագրում 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո Սյունիքի մարզում անշարժ գույքի գները 30%-ով ավելացել են։ Ես համոզված եմ, հեսա կտեսնենք արդյունքները, նախաստորագրումից հետո այդ աճը շարունակվելու է եւ հետեւաբար
մենք այլևս ապրում ենք խաղաղության խաչմերուկում եւ սա մեր ձեր ամենակարևոր ձեռքբերումն է։ Եվ մենք ստեղծում ենք նոր որակի պետություն։ Նոր որակի պետություն նշանակման նոր որակի կրթություն, նոր որակի սոցիալական ապահովություն, նոր որակի տնտեսություն։ Այսօր Հրազդանում, նախկին Հրազդան մաշ գործարանի, Հրազդան մեքենա գործարանի տարածքում կառուցվում է մեծ տեմպերով արհեստական բանականության գործարան, որ 5 միլիարդ դոլարի ներդրում է ենթադրում։ 5 միլիոն դոլարի, միլիարդ։ Հիմա արդեն Գագարինում պատրաստ է եւ առաջիկա օրերին ինչքան գիտեմ բացվելու է առաջին սուպեր արհեստական բանականության առաջին գործարանը, որը մի փոքր ավելի փոքր մասշտաբ ունի, բայց արդեն իսկ շատ մեծ իրադարձություն է։ Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ դրանից առաջ տեղի ունեցավ մի շատ կարևոր իրադարձություն։ Երևանի պետական համալսարանում պետական բյուջեի միջոցներով մենք ձեռք բերեցինք եւ ԵՊՀ-ն այլևս ունի իր սեփական սուպեր համակարգիչը, ժամանակակից ամենաբարձր չափանիշներին համապատասխանող։ Բայց ես ուզում եմ վերադառնալ 2021 թվականից իրականացվող մի ծրագրի մասին ձեզ հիշեցնել, երբ որ մենք գիտության ֆինանսավորումը 2.7 անգամ ավելացրինք եւ գիտության ոլորտում կամավոր ատեստավորման միջոցով աշխատավարձերը 100-ից 300%-ով բարձրացրինք։ Մենք 20 միլիարդ դրամի ներդրում արեցինք մեր գիտահետազոտական ինստիտուտներում, նրանց համար ձեռք բերելով սարքեր եւ սարքավորումներ։ Այդ սարքերի սարքավորումների մի մասը արդեն տեղադրված է, ընդ որում մի մասը Քանաքեր Զեյթում, վարչական շրջանում գտնվող գիտահետազոտական ինստիտուտներում, մյուս մասը ճանապարհին է եւ գալիս է։ Եվ այս ամեն ինչի արդյունքում է ներառյալ մենք 170 միլիարդ դրամ ներդրեցինք ռազմարդյունաբերական համալիրի մեջ եւ այն օրը մայիսի 28-ին ինձ համար հրճվանք էր տեսնել տասնյակ հազարավոր Հանրապետության հրապարակում մարդկանց ներկա մարդկանց ծափերը, երբ հրապարակ էր մտնում ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքը արտադրված Հայաստանի Հանրապետությունում ամեն անգամ երբ հաղորդվում էր հրապարակ է մտնում հայրենական արտադրության բառերը, մարդիկ դեռ չէին էլ սպասում, թե այդ ինչ է արտադրվել, հրապարակը թնդում էր բուռն ծափերից եւ այո, գիտեք ինչ, Հրազդանի արհեստական բանականության գործարան, Գագարինի արհեստական բանականության գործարան, Երևանի պետական համալսարանի սուպեր համակարգիչ, ռազմարդյունաբերական համալիր, 20 միլիարդ դրամի սարքեր սարքավորումներ գիտության ոլորտում, գիտության ոլորտի 300% միջև աշխատավարձերի բարձրացում, այս ամեն ինչը նշանակում է, որ մենք ընդհուպ մոտենում ենք Հայաստանի երբեմնի գիտատեխնիկական փառքի վերանվաճմանը, Հայաստանի գիտատեխնիկական փառքի նվաճմանը եւ իմիջայլոց խորհրդային միության ժամանակների հետ կապված հասկանալի ձևով մեր իրականության մեջ 91 թվից նոստալգիա է եղել եւ հասկանալի է, որտեւ այսօրվա Հայաստանի Հանրապետության մոտավորապես հենց այսօր էլ մենք 35 տարվա արդեն անկախ պետություն ենք, բայց մեր երկրի կապիտալ ներդրումների, կապիտալ հիմնական միջոցների 70%-ը ստեղծված է խորհրդային միության ժամանակ եւ հասկանալի է, որ այդ նոստալգիան եղել է, բայց թույլ տվեք ասել, որ մենք այսօր հաղթահարում ենք նաեւ այդ նոստալգիան։ Բնակարանաշինության ոլորտում մենք արդեն հասել ենք 1985 թվականի ցուցանիշներին եւ 2018 թվականից, սիրելի ժողովուրդ, ուշադրություն դարձրեք խնդրում եմ թվերին,
Մենք Հայաստանի քաղաքացիներին $1 միլիարդ աջակցություն ենք ցուցաբերել բնակարան եւ շարունակում ենք ցուցաբերել բնակարաններ ձեռք բերելու հարցում $1 միլիարդ 2018 թվականից 34,000 ընտանիք Հայաստանի Հանրապետությունում նոր բնակարան այդ ձեռք բերել առաջնային շուկայում եւ սա կարեւորագույն ցուցանիշ է բայց ես ձեզ ուզում եմ ուրիշ բանի վրա ուշադրություն հրավիրել Այսօր մենք Հայաստանի Հանրապետությունում 0-ից կառուցում ենք դպրոցներ, այդպիսի ստանդարտի դպրոցներ ժողովուրդ ջան խորհրդային միությունում էլ չի եղել։ Չի եղել եւ նրանք ովքեր եւ հրավիրում եմ մեր քաղաքացիներին, ովքեր կասկածով կվերաբերվեն այս հայտարարությանը։ Խնդրում եմ գնացեք եւ տեսեք դպրոցները։ Արարատյան Զանգվածում մենք նոր դպրոց ենք կառուցել Ափսոս չեմ հիշի համար Աբովյանի թիվ 2 դպրոցն եմ հիշում նորքի Զանգվածում մենք կառուցում ենք Կարեն Դեմիրճյանի անվան 139 դպրոցում մի քանի ամիս դեռ աշխատանք կա ուղղակի գնացեք մայթին այդ կառուցվող դպրոցը ուղղակի մայթից նայեք ես ձեզ երաշխավորում եմ որ դուք Հայաստանի ողջ պատմության ընթացքում այդ որակի դպրոցական շենք չեք տեսել։ Գնացեք մտեք լաբորատորիաներ, քիմիայի լաբորատորիա, ֆիզիկայի լաբորատորիա։ Ես ձեզ երաշխավորում եմ, որ Հայաստանի հանրակրթության ոլորտում այդ որակի լաբորատորիաներ չեն եղել։ Գնացեք մտեք ֆիզկուլտուրայի դահլիճներ, մտեք խաղահրապարակներ։ Ես ձեզ երաշխավորում եմ, որ Հայաստանի պատմության ընթացքում այդպիսի մարզագույք մեր դպրոցները երբեք չեն ունեցել, այդպիսի սպորտային դահլիճներ չեն ունեցել, հրապարակներ չեն ունեցել։ Գնացեք, ես Երևանի քաղաքապետի հետ մենք շրջում էինք բակերով։ Ես անկեղծ ասած, ես հիացած եւ զարմացած եմ։ Երևանի բակերում երբեք այդ որակի խաղահրապարակներ չեն եղել, բայց ժողովուրդ ջան, շատ ավելի կարևորը ուրիշ բան։ Սա տնտեսական քաղաքականության արտահայտություն չէ, սա սիրո արտահայտություն է, որը մարմնավորվում է դպրոցաշինությամբ, ճանապարհաշինությամբ, մենք դա անում ենք միայն ու միայն մի բանի համար, մենք սիրում ենք ձեզ, բոլորիդ եւ յուրաքանչյուրիդ, մենք սիրում ենք մեր պետությունը, մենք սիրում ենք մեր մայրաքաղաքը, որովհետև ավելի մեծ ներշնչանքի աղբյուր մեզ համար քան Հայաստանի Հանրապետությունն է, ավելի մեծ ներշնչանքի աղբյուր քան Երևան մայրաքաղաքն է եւ ավելի մեծ ներշնչանքի աղբյուր քան մարդիկ են, ովքեր ապրում այդտեղ պարզապես գոյություն չունի։ Մենք երկար ժամանակ խոսել ենք դրա մասին, թե Հայաստանը ռեսուրսներով աղքատ երկիր է, բայց այսօր Հայաստանը հասկանում ենք, որ ռեսուրսներով ահավոր հարուստ երկիր է։ Նախ մենք արձանագրեցինք այն, որ մեզ երկար ժամանակ ներշնչել էին, եւ դա ուներ պատմական հիմքեր միջալուց, այնպես չի, որ տենց օդից ընկել են, որ Հայաստանը ունի ահավոր վատ աշխարհագրական դիրք։ Բայց մենք ձեզ հետ միասին ժողովուրդ ջան, ծանր որոշումներ կայացնելով, սարսափելի ծանր որոշումներ կայացնելով, փոխել ենք Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը։ Փոխել ենք Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը։ Այսօր մեր մեծագույն խնդիրներից մեկը եւ առաջիկա 5 տարվա մեծագույն խնդիրներից մեկը լինելու է Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակը բարձրացնել եւ այսօրվա տեխնոլոգիան այդ հնարավորությունը տալիս է Հայաստանի Հանրապետությունը ես ձեզ պատասխանատու ասում եմ ունի էներգետիկ անսահմանափակ ռեսուրսներ Հայաստանի Հանրապետությունը կարող է լինել էներգետիկ ինքնաբավ պետություն եւ մենք գնում ենք արդեն իսկ այդ ճանապարհով 2018 թվականից ի վեր մենք արևային էներգիայի ոլորտում Մեծամորի ատոմակայանի 2.5 անգամ հզորությամբ կարողություններ ենք ստեղծել Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն մենք 2.5 ատոմակայան ենք ստեղծել արևային էներգիա։ Հիմա մենք Եվրոպական միության հետ համագործակցության առաջնային ուղղություններից մեկը կուտակիչ կայանների ստեղծումն է եւ մենք գերկենտրոնանալու ենք այդ խնդրի վրա։ Բայց ես այս ամեն ինչը ուրիշ բանի համար եմ ասում։
Վերջին տարիներին զբոսաշրջությունը Հայաստանում մեծ աճ է արձանագրում։ Միայն 2026 թվականի հունվար-ապրիլին Հայաստան զբոսաշրջիկների թիվը աճել է 30%-ով։ Ժողովուրդ ջան, դա անհավանական թիվ է, անհավանական։ Տենց բան չի, լավ երկնիշ թիվ 12% եղել է, 15, 30% դա ինձ միշտ հետաքրքրել է այս ֆենոմենը։ Ես սիրում եմ տուրիստների եւ այսպես տուրիստական ֆոկուս խմբերի հետ խոսել եւ ինձ հետաքրքիր է օրինակ ինչն է բերում, ինձ հետաքրքիր է անդադ ինչ կասեն Գառնին, կասեն Գեղարդը, կասեն Նորավանքը, կասեն Մայրաթոռը, կասեն Սնունդը, կասեն Բնաշխարը, ինձ հետաքրքիր է ինչն է զբոսաշրջիկներին Հայաստանի Հանրապետությունում ամենաշատը գրավում եւ ամենաշատը հետաքրքրում եւ պատասխանը, որը նրանք տալիս են, պարզապես աներևակայել է։ Նրանք ասում են, որ ամենամեծ հետաքրքրությունը եւ ամենամեծ գրավիտացիան, որ Հայաստանի Հանրապետությունում կա, դա Հայաստանի Հանրապետության մարդիկ են, այն մարդիկ, որ ապրում են Հայաստանի Հանրապետությունում։ Եվ հետևաբար Հայաստանի Հանրապետությունը ձեզնով սիրելի քաղաքացիներ ունի զարգացման անսահմանափակ ռեսուրս, որովհետև մարդը ամենագրավիչ գրավիտացիոն կենտրոնն է Հայաստանի Հանրապետությունում, որ արդեն իսկ միլիոններով զբոսաշրջիկ է բերում Հայաստանի Հանրապետության։ Եվ ես ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել, որովհետև ես լսել եմ, որ մարդիկ գնում են այլ երկրներ հուշարձանի հետևից։ Ես լսել եմ, որ մարդիկ գնում են այլ երկրներ գաստրոտուրիզմի տրամաբանության, բնության, ժամանցի եւ այլն եւ այսպես շարունակ։ Բայց առաջին անգամը, որ ես իմանում եմ եւ կարծում եմ միջազգային զբոսաշրջության մեջ էլ է առաջին անգամը, որ մարդիկ գալիս են այստեղ պարզապես ձեր գեղեցիկ, ձեր հրաշալի, ձեր սիրով լի միջավայրում հայտնվելու համար։ Եվ այո, մենք սերը դարձրել ենք մի անսահմանափակ ռեսուրս Հայաստանի Հանրապետության համար։ Եվ այնուամենայնիվ, այդ ամենը առավել ընդգծվում է խաղաղության պայմաններում, եւ խաղաղությունն է, որ մեր սերը, մեր ջերմությունը, մեր հյուրասիրությունը դարձնում ավելի տեսանելի ուրիշների համար։ Եվ ես մեզ բոլորի շնորհավորում ենք հաստատված խաղաղության առիթով եւ ելի ուզում եմ ընդգծել, որ առաջիկա ընտրությունների հարցերի հարցը հետեւյալն է. Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տեր կանգնելու է խաղաղությանը, թե տեր չի կանգնելու։ Տեր կանգնելու է, թե տեր չի կանգնելու։ Եվ այս է պատճառը, որ ես այս ամեն ինչով հանդերձ ձեզ բոլորիդ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը, գործելով հետեւյալ տրամաբանությամբ. ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Քանաքեր Զեյթունին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Բայց տեսեք, ես խոսում եմ նոր որակի պետության մասին։ Ես խոսում եմ անկախության նոր մակարդակի մասին։ Ես խոսում եմ ապագայի մասին եւ պետության ու խաղաղության մասին։ Այս կետում ամենակարևոր հարցը եւ ամենակարևոր բանը հետեւյալն է, որ Հայաստանի քաղաքացին առերեսվի իր ուժին, իր ամենակարողությանը։ Տեսեք ժողովուրդ ջան, այսօր ընտրություններում մասնակցում են նաեւ մարդիկ, ովքեր ինչ որ ժամանակ առաջ 9 տարի առաջ իրանք մտածում են, որ իրենք
ամենահզորն են, ամենակարողն են, ամենաուժեղն են, մեկը նույնիսկ ասում էր միակ տղամարդն եմ, այսօր այդ մարդիկ ժողովուրդ ոչ մի բան չեն որոշում, այն ժամանակ նրանք նույնիսկ կարող են հավակնել, որ Հայաստանի քաղաքացու ճակատագիրը կարող են որոշել, այսօր իրենք ոչինչ չեն որոշում, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացին դուք որոշում եք իրեն ճակատագիր։ Տեսեք, կյանքը, այն որ ասում են երկրագունդը կլոր է, չէ, այս դեպքի մասին է։ 9 տարի առաջ նրանք կարող են մտածել, որ մեզնից յուրաքանչյուրի ճակատագիրը կարող են որոշել, այսօր իրանք ոչ մի բան չեն որոշում, այսօր ամեն ինչ որոշում եք դուք, ամեն ինչ։ Եվ հետևաբար շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին առերեսվի այն փաստի հետ, մեզնից յուրաքանչյուրը առերեսվի այն փաստի հետ, որ պետությունը, անկախությունը, խաղաղությունը, այս բարդ թնջուկների եւ հանգուցների հանգուցալուծումը կախված է մի մարդուց, պատկերացնում եք, մի մարդուց, մի մարդ պետք է լուծի այդ հարցը, մի մարդ պետք է լուծի այդ հարցը, եւ ով է այդ ամենակարող, ամենահզոր մարդը, որ այս բոլոր թնջուկների ու այգույցների պատասխանը պիտի տա, այդ մի մարդը, ով է այդ ամենակարողը, դա մի մարդ է, ընդամենը մի մարդ, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 ով այն մեկ մարդը, որ հավատում է, որ ինքը որպես քաղաքացի ամենահզորն է, ամենակարողն է եւ պատրաստ է իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը, թող ձեր բարձրացնի այդ մարդը, թող ձեր բարձրացնի։ Եվ ահա այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ արժանապատիվ պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Քանաքեռ-Զեյթունին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը, շնորհակալ եմ ժողովուրդը։